3, 2, 1, launch. Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում սթափ եւ խելամտորեն մոտենալ Ուկրաինային տոմահավք թեւավոր հրթիռների մատակարարման հարցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Դիվանագետը ընդգծել է, որ տվյալ թեւավոր հրթիռների եւ դրանց արձակման կալանքների օգտագործումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի մասնակցությամբ։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ, ով սկզբում խոսեց հրթիռների կիրառման քաղաքական ենթատեքստի մասին։ Տվյալ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները գործում է սպառնալիքը ուժերի իրականացումից սկզբունքով եւ փորձում է այդ տոմահավք եւ այլ հրթիռներ Ռուսաստան մատակարարելու սպառնալիքով կոտրել պաշտոնական Մոսկվայի համառությունը եւ հասնել նրան, որպեսզի Վլադիմիր Պուտինը Վոլոդիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնի։ Մոտ մի ամիս առաջ Զելենսկին հայտարարեց, որ ինքը պատրաստ է ուղիղ հանդիպման, բայց Պուտինը այս առումով դեռևս համառում է։ Անդրադառնալով հարցի ռազմական կողմին, Հակոբյանը նշեց, որ սա շատ վատ կանխանշան է հենց Ռուսաստանի համար։ Իրականում սա շատ վատ կանխանշան է Ռուսաստանի համար, որովհետև փաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ արդեն ոչ միայն սովորական է մեզ թվում, որ ինչ-որ մի ուժ պետք է հրթիռներով հարձակվի եւ հարվածի Ռուսաստանի ռազմավարական օբյեկտներով, այլև նույնիսկ այդ խնդրի դեմ կարծես նույնիսկ դիմադրություն չկա, այսինքն սովորական վիճակ է, որ այո պետք է հարվածի։ Այստեղ ուրիշ վատ բան է կա, այո, այդ հրթիռներն ինքնին վատ են, ընդ որում մենակ տոմահավքերը չեն, այլ հրթիռներ կան, որ ջասը օրինակ հրթիռ կա եւ այլն, մեր մասնագիտական հարցեր են։ Դրանք են եթե տան փաստացի ստեղծա մի վիճակ, երբ որ ըստ էության արևմտյան զենքերով հարվածներ է գալիս Ռուսաստանի վրա, սակայն Ռուսաստանը չի կարող ուղիղ արևմուտքին պատասխան տալ, որովհետեւ ձևականորեն պատերազմի կողմը Ուկրաինան է։ Սա ավելի շուտ նաեւ քաղաքական շատ վատ բովանդակություն ունի պաշտոնական Մոսկվայի համար, որովհետեւ ըստ էության ցույց է տալիս իր կողմից պատերազմի հետագա վարման փակուղային հեռանկարը։ Իր խոսքի վերջում փորձագետը անդրադարձավ ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի փակուղի մտնելուն, խոսելով այն հետևանքների մասին, թե ինչ տեղի կունենա, եթե Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Վերջերս Ռյաբկովը հայտարարեց, որ այլևս կայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման իմպուլսները սպառված են։ Դա հավանաբար նշանակում է, որ բանակցային գործընթացը մտավ փակուղի։ Ըստ էության ամեն ինչ հանգում է Պուտինի համառությանը, բայց այդ համառությունը ինքնին օթից չէ, որովհետև պաշտոնական Մոսկվան լավ է հասկանում, որ այս դիրքերում եթե կանգնեցրեց իրավիճակը, սա կլինի ռազմական պարտություն, սա կլինի քաղաքական պարտություն եւ սա նաեւ կլինի ինչ որտեղ հեռանկարային պարտություն, որովհետեւ Ուկրաինան դրանից հետո կզինեն, կուժեղացնեն եւ նորից կնետեն Ռուսաստանի վրա, այսինքն ուկրաինական թնջուկը, որին արդեն սա գրեթե 4 տարի է Ռուսաստանը համառորեն փորձում է լուծում տալ, այդ թնջուկը նորից կխորանա եւ նորից Ռուսաստանի համար խնդիրներ կստեղծի։ Բավարար լուծում պաշտոնական Մոսկվան ցավոք չունի այս պահին, որովհետեւ շարունակել է նշանակում է ռիսկներով լի հեռանկար, ընդ որում հետագան կարող է ավելի վատ պայմաններ լինել, իսկ չշարունակելն էլ նշանակում է կանգնել եւ ֆիքսել ըստ էության ռազմավարական պարտություն, որովհետեւ պատերազմի սկզբում իր արժեվ դրված նպատակներից եւ ոչ մեկն ըստ էության չի իրականացրել մեկ եւ երկրորդ չարացած եւ ուժեղացված հակառուսական Ուկրաինան ճիշտ է դժբախտ ուկրաինացի ժողովրդի արյան գնով, բայց նորից կուժեղացնեն եւ կնետեն Ռուսաստանի վրա։ Դա նման է մի իրավիճակի, երբ որ շախմատիստ անընդհատ պարտվում է մեկին, մեկ հաղթում է, բայց հիմնականում պարտվում է, անընդհատ ասում է էլի խաղանք, հույսով, որ ինչ-որ պահի կփոխի իրավիճակը, բայց մեն այդ հաշվի տարբերությունն է մեծացնում, էլի։